Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք մեր հաղորդման ընթացքում կցանկանանք խոսել լսելու ունակության մասին։ Մատթեոսի ավետարանի 11-րդ գլխի 15-րդ տողում Տեր Հիսուսը ասում է հետևյալ խոսքերը. ով լսելու ականջ ունի, թող լսի։ Մեր զրույցը կտանենք հովիվ Արտուրի հետ։ Հովիվ Արտուր, այս եւ ուրիշ շատ տեղերում Տեր Հիսուսը մեզ կոչ է անում հրավիրում է լսելու։ Առաջին իմ հարցը ի՞նչն է պատճառը, որ նա այդ կոչն է անում մեզ։ Որտեւ հիմնականում մարդիկ չեն լսում։ Այսինքն լսում են, բայց նաև չեն լսում։ Դրա համար Աստված այդ կոչ անում է, որ մարդիկ ուշադիր լինեն։ Բայց իհարկե նաև լսելը կախված է նաև մարդու դիրքորոշումից, մարդու ընտրությունից, մարդը ինչի մեջ է, ինչ է ուզում անի։ Այդ է կապված լսելը։ Ես sense մի հարց եկավ իմ մեջ, ես երբ այս տեղը կարդացի, ցանկացա պատկերացնեմ ինձ այդ ես էլ եմ այնտեղ այն ժամանակ, այն ժամանակն է մի պահ պատկերացրեցի, ասի միգուցե մարդիկ ասենք ծաղրանքով էին, sense կամ արհամարանքով էին բանանում, Տերն ուզում էր որ ուշքի գաց թափվեն, ոմանք ասենք իրենց աշակերտների տեղ էին դրել, նստած էին, բայց ուշքի մտքով իրենց արտերն ու եզներն էին կամ իրենց բիզնեսը, այսինքն ինչ որ մի բան է, այ այսօրվա մեր կյանքում այ մարդկանց լսելու ունակությունը նույնն է մնում, թե այսօր նույնն է, ոչ մի բան չի փոխվել։ Զբաղմունքն է նույն, ցանկություններն է նույն, լրիվ նույնն է։ Մարդու էությունն էլ չի փոխվել, նույնն է։ Դրա համար մեր Տերը ասում, ով լսելու ականջ ունի։ Ականջ բոլորը ունեն։ Ну, բացի այն մարդիկ, որ ականջը կորցրել են կամ չունեն, բայց հիմնականում ու բացի այն մարդիկ, որ չեն լսում, դա մասին չի խոսքը։ Բայց լսել մեր Տերը նկատի ունի կատարելու ցանկությամբ լսելու, այլ ոչ թե լսելու համար։ Հա։ Ուղղակի որ ես ներկա էի։ Ես գիտեմ ինչ իմաստներ։ Քարոզես լսեցի։ Էսեր։ Հա, բայց դու էդի լսեցիր ինչի համար։ Այս է։ Այո։ Ստեղա կոչը։ Մարդու լսելու ունակությունը կախված է նրա կարողություններից, այսինքն կրթությունից, իմաստությունից, այդ ձևի կարողություն եթե հաշվի առնենք, ոչ, բայց եթե կարողությունը նայենք, եթե ինքը խուլ ու համարաբան, դա իհարկե ոչ, այո, այսինքն ոնց կարա ինքը լսի, բայց կրթություն, սոցիալական վիճակ, դրա հետ որևէ կապ չկա։ Տեր Հիսուս կանչեց իր աշակերտներին, բոլորը ցկնորսներ էին, անկիրթ, անգրագետ, Ո ոչ բոլորը, Մատթեոսը, հա, նու ես նկատի ունեմ այն առաջին, ասենք Պետրոսն ու եղբայրները, նույնիսկ որ ասում են նրանք անգրագետ են։ Սա չի խանգարում, որ մարդը կարողանա լսի։ Իմիջիալոս փարիսեցիներից էլ չի ապաշխարեցին, սկսեցին լսել, որ կրթություն ունեին, եւ այլն, ասենք գրագետ շատ կարդացած մարդիկ էլ լսեցին, փոխվեցին, լսեցին։ Սա էլ եմ կրկնում կախված է մարդու սրտի վիճակից։ Իր ցանկության ինքը ինչ է ուզում։ Այսինքն մարդը պիտի հնազանդվի լսելու համար։ Դե լսող ականջ ունենալը դա նկատի ունի։ Ոչ թե ուղղակի լսելու ունակություն ունեցողներ շատ են։ Ու կլսեն էլ զուտ հարգելով կամ մի հատ էլ լսեմ դրանց թե ինչ են ասում։ Այս ձևի մոտեցում իհարկե որևէ արդյունք չի տալիս։ Օրինակ ասենք մի ինչ որ հասցեում գնում է սեմինար, ինչ որ թեմայով։ Եթե թեման ինձ չի հետաքրքրում, ասենք գնացա ստացվել իմ նույնիսկ չուզելով եմ եկել այս այդտեղ, բայց այդ թեման ինձ ընդհանրապես չի հետաքրքրում։ Ես ուրիշ բանի մեջ եմ զբաղված իմ մտքով։ Դե ես ոնց կարամ դա լսել։ Ես կարամ զուտ հարգանքով լռության չխանգարեմ, լսեմ իմանամ ինչի մասին է, բայց դա ես չեմ լսում, որպեսզի կատարեմ։ Դրանք տարբեր բաներ են։ Չի ընկալվում այն ինչ որ ասվում է։ Բայց եթե ինձ հարցն ինչ էր, ես կասեմ ինչ էր։
Հա, Անես չի որ չեմ լսել, հա, բայց լսող ականջը դա ուրիշ բան է։ Դե տարբեր։ ինձ կարճ միգուցե շատ բան հարց երևակայական Աստված པարզ է խոսում։ Ես չեմ պատկերացնում Աստծոց ավելի པարզ խոսացող։ Շատ པարզ։ Ոմանք պատճառ են բերում, որ չեմ հասկանում։ Ինչի նկատի ունի։ Երբ որ այն ամենաանգրագետ, այն ամենա ինչ ասեմ, այն մարդը, որ շատ թույլ ունակություններ ունի, երբ որ Աստված խոսած, նա པարզ իմանում որ Աստված է խոսացել։ Դա միանշանակ։ Աստծուց པարզ խոսացող, սա ոչ լեզվի հետ կապ ունի։ Մարդը իր ներսում հասկանում է Աստված ինչ ասաց։ Ամենայն դեպս մենք գիտենք, որ Աստված մեր ներսը լավ գիտի, մեր էությունը լավ գիտի, ու գիտի մենք ինչքան հնարավորություն ունենք ամեն մեկը աշխարհի երեսին։ Իրանից པարզ էլ հնարավոր չի խոսալ, ուղղակի հարցն է, ինչքանով ենք մենք ուզում լսենք դա։ Մենք այդտեղ ենք։ Այո։ Մենք Աստծուն ուզում ենք լսենք ինչի համար։ Ուղղակի օրինակ եղել է ժամանակին տարիներ առաջ, երբ որ ես տնային ծառայություն ավակեի, հələ հովիվ չէի։ Եղել են մարդիկ անկեղծացել են, ասել են ես չեմ գալիս այդտեղ, որ իմ կյանքը փոխվի։ Ես գալիս եմ այդտեղ զուտ ինֆորմատիվ, որ տղեկով միտեղ խոսանք, ես ինֆորմացված լինեմ։ Իմիջիայլոց իմ առաջին փորձառությունը եկեղեցում նույն ձևով տենց է եղել։ Հա, Գնացել եմ ինֆորմացիա եմ լսել, որ տեղական ես։ Ուղղակի որտեղ մենք սովետի ժամանակաշրջանի մարդ ենք, որ փակ ա եղել, չենք իմացել, Աստվածաշունչ չենք կարդացել, ուղղակի ասում եմ մարդը տեղական եմ, էլ ասենք որ խոսակցություն ալնում, ասենք մի քիչ ստից գիտեմ, մի քիչ քաղաքականությունից գիտեմ, մի քիչ կրոնից իմանամ, երկու բառ որ խոսան իմանամ ինչ իմաստ է խոսքը։ այո։ Լինում է որ մարդը падգամը սխալ հասկանա։ Իհարկե։ Ու ինչն է դրա պատճառը։ Պատճառը կարող լինի տարբեր, կարա մարդը մտքերը ուրիշ տեղ է, կարա իր մտքերը ու քարոզը կամ падգամը խառնում է իրար։ Ինքը դա է ուզում լսած լինի։ Իմիջիայլոց մենակ լսելը չէ, նաև Աստվածաշունչ կարդում է մարդը, բայց այնպես բանն է ինքը այդտեղ ասում, որ այդ կոնտեքստի միտքը դա չի։ Այսինքն դու հասկանում ես, որ մարդը կարդում է Աստվածաշունչ կամ լսում է падգամ, բայց ինքը իր ուզածն է ուզում քաղիտից։ Ու նա գտնելու է դա։ Այսինքն ինքը այդ նախադասությունները բառերը ընտրովիա սկսում ընկալել, այն ինչ որ Եղել է իմ պրակտիկայում, քարոզը վերջացրել եմ, մարդիկ են մոտեցել, ասենք աղոթքից հետո, ասենք աղոթել ենք, բան, մոտեցել է ինձ ասել է շատ շնորհակալություն, դու նենց լավ խոսացիր այս թեմայով, ինչ շատ օրհնվեցի ես։ Ասել եմ շնորհակալ եմ, բայց որևէ բառ չեմ ասել թեմայով։ Հա։ Ես արդեն հասկանում եմ, որ մարդը ինքը իր մտքերի մեջ է եղել ուղղակի։ Հա։ Ինչ կարա տեղի ունենա։ Պատգամի ժամանակ կարա գա Սուրբ Հոգին, լավագույնն եմ ես ասում, դա սա լավագույնն է։ Ու իմ թե աղոթնա թե ցանկությունն է, որ երբ որ ես պատգամ եմ տալի մարդկանց, որ հենց այդպես էլ լինի։ Սուրբ Հոգին գալիս այդ մարդու մեջ իր համար կարևոր բան է բացում։ Միգուցե ես դրա մասին այդ չէր իմ հիմնական նյութը, այդ չէր իմ հիմնական ասելիքը, բայց Աստված այդ մարդուն կերակրեց։ Սա պիտի լինի падգամի ամենամնա հիմքը, սա ամենակարևոր բանն է։ Բայց նաև լինում է ոչ թե Սուրբ Հոգին է բացել, այլ ինքը իր մտքերով ասել է տեղ, դա էլ է լինում։ Այսինքն այստեղ ավելի ունակ լսելու մարդը պիտի լինի Սուրբ Հոգու հանդեպ սպասումները իրարնի, որ Աստված իրեն ինչ ասում, քան թե ինչ բառերով, ինչ նախադասություններով։ Հիմա, եթե Սուրբ Հոգուս լինի, թե իրանից լինի, իր մտքերից լինի, եթե մարդը գալիս է ապաշխարության, գալիս է փոփոխության, համարում են ճիշտ է։ Հա։ Բայց եթե գալիս է սխալ հետևանքի կամ սխալ մտքի, դա հասկանում ենք, որ չարից կարա լինի կամ իրանից ոչ ճիշտ բան։ Օրինակ եղել է դեպքեր, որ որևէ բառ ես չեմ ասել զենք կրելու մասին կամ չգիտեմ ուրիշ բանի մասին, ասենք ուրիշ մի հատ թեմա։
Մարդը հետո ասում են հովին ասես տես կարելի անել։ Հա։ Այսինքն ես դրա մասին ընդհանրապես չեմ ասել։ Կարա լինի մարդու միտքը ինքը այդ ժամանակայից մտքի մեջ էր, միտեղ էլ կարդացինք, ասեց էսա։ Այո։ Կարող է լինել, որ մարդը պատգամները լսի, համաձայնվի, այսինքն ընդունի, բայց դա նրա կյանքում ոչ մի փոփոխություն չբերի։ Այո, իհարկե։ Այո։ Դա լավը չի, լավ է նա որ փոխվի։ Բայց իհարկե, մարդը կարա լսի, ընդունի, որ դա բացարձակ ճշմարտություն է, բայց էլի ոնց վերսեց այդ պոլկից, այդ ձևել դնում այդ պոլքում, դա շատ կարևոր բան է։ Բայց հələ որ Այսինքն չի ընդունում, չի լսում։ հա, ուզում եմ ասել, որ լսելուց հետո այդ ընդունելուց հետո էլի քայլ կա, որ մարդը պետք է անի։ Դե եթե ինքը, գործնական իհարկե, եթե ինքը լսում է փոխվելու նպատակով, դա կփոխվի, կբերի փոփոխության։ Բայց եթե լսում է զուտ ինֆորմատիվ ու ընդունում է դա բացարձակ ճշմարտություն է, բայց հələ այս պահին իմ կյանքի համար չի դա։ Այսի շատ դեպքերում կատարվում է այն դեպքերում, երբ որ մարդը ասում է շատ ընտիր քարոզեր։ Ենթադրենք ինքնանվիրման մասին կամ հնազանդության մասին ու հետագայում ոնց կար մարդը նենց էլ մնում է։ Շատ լավ քարոզեր, բայց այդ շատ լավ քարոզը ասենց ասած ոչ մի արդյունք չտվեց իր կյանքին։ Ես չեմ կարծում, որ դա հաջողված քարոզ է։ Եթե մարդու կյանքում բան չի փոխվում, բայց քարոզը պատգամը կարա ինքնին լինի շատ հաջող, շատ լավ, բայց եթե մարդն է փակ, ինքը Աստված բազմաթիվ տարբեր ձևերով խոսած։ Այս վերջերս էլ գրած է Եբրայեցիս թղթի մեջ, խոսում է իր տղու միջոցով, չէ, իր որդու միջոցով։ Բայց չլսողը այն ժամանակ էլ չէր լսում, հիմա էլ չի լսում։ Կամ հնազանդ չհնազանդվողը, ասենց ասենք, այս բառը ասենք։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի ժամանակ էլ առաջի դարում էլ, երբ որ ինքը քարոզում էր 5000, 10000 մարդիկ լսում էին, բայց այնպես չէր որ բոլորը հնազանդ էին իրան։ Ոչ։ Այսինքն լսելը որակ ունի, մի յուրահատուկ որակ, ինչպես է վարքի բացակայությունը մարդու կյանքի գործունեության մեջ ինչ որ ատրիբուտների բացակայություն ցույց տալի այդ որակը լսելով։ Օրինակով ասեմ, ես պետքա վերանորոգեի իմ տունը։ Ասենք մի հատուկ մատերիալով պետքա ես դա անեի, արդեն որոշել էի, արդեն գնել էի, բայց ուզեցա տեխնիկապես, թե պրակտիկապես իմանամ հանգարց սխալներ չանեմ։ Ոնց են դա անում, ոնց են դա շարում, այդ պատը ոնց են շարում։ Ինչ արեցի, հատուկ կուրս կա, իմիջիալից անվճար էր այստեղ, որտեվ իրանցից դու այդ մատերիալը առնում ես, իրանք այդ անվճար այդ կուրսը տալիս են, բայց պրոֆեսիոնալ մարդիկ են բացատրում։ Ես 50 կիլոմետր մեքենայով քշեցի, գնացի այդ կուրսին մի 3-4 ժամ, հələ մի քիչ էլ ավել մնացի, նայեցի, հարցրեցի, բան, գնացի, մասնակցեցի ու եկա սկսեցի շինել։ Հա։ Այսինքն դա ոչ թե պատահական էի տեղ ընկել կամ նո տենց ստացվեց, ոչ, ես նպատակաուղղված, ես ուզում եմ շինեմ, բայց ես ուզում եմ տեխնիկապես ճիշտ շինեմ։ Այո։ Դրա համար ես գնացի այդ սեմինարին, որովհետեւ ես իմանամ, որովհետեւ ես այս շինելու եմ։ Ինչ ընդեղ ինձ ասեցին, դա հաշվի առա ես։ Այսինքն այդ խոսքը մարմին դառավ իմ կյանքում։ Հա։ Հիմա նույնը մեր օրերի քրիստոնեական սեմինարներն է, կոնֆերանսիաներն է։ Եթե դա մարդուն չի հետարկում, այս պահին ինքը տրանով չի տարված։ Նա sense tennis գրանցվելու է, գումարա տալու, գալու է լսի, շատ քիչ փոփոխություն իր կյանքում կլինի, որտեվ դա այն հրատապ իր հարցը չի, ինքը դրանով զբաղված չի։ Ես եթե ծառայության մեջ եմ, ասենք առաջնորդ եմ, փոքր թե մեծ, ու ռեալ ինչ-որ հարցեր կա իմ կյանքում, ես արդեն ընդունեմ որոշում ու ասում են առաջնորդների սեմինար կա։ Ես գրանցվում եմ, գնում եմ, բայց ես գնում եմ ինչի համար։ Բան սովորեմ, որովհետև ես արդեն պետք է մի բան անեմ, ինձ համար կարևոր է դա։ Բայց եթե մարդու համար կարևոր չի, Սկարանք ասենք, ով արդյոք որ երևակայի այս սպասումներով ու այս տեսանկյունով մարդը ամեն կիրակի պետք է եկեղեցի գա։
դե դա լավագույնն է, բայց տենց պետք է լինի։ Այսինքն մենք չենք գալիս զուտ Աստծուն ցույց տանք, որ մենք եկել ենք ու անես չլինի զալը դատարկ լինի, աթոռները դատարկ լինեն։ Մենք մեր կարիքից ենք գալիս, մենք ուզում ենք երկրպագենք մեր Տիրոջը, մենք ուզում ենք մեր Աստծուց խոսքը լսենք, սովորենք։ Եթե դա ռեալ քո պրակտիկայում, քո անելիքներում դա կարևոր է քո համար, դու սպոնսի նման ասենց ուղղակի վերցնելու ես։ Բայց եթե դա կարևոր չի, դու զբաղված ես քո գործերով, դե սովորության համաձայն եկել ես եկեղեցի, պետք է քարոզն էլ լսես։ Հա շատ լավ քարոզ էր։ Լավ մտքեր էր ասում, լավ։ Բայց դա քո պրակտիկայի քիչ կարևոր բան է։ Իհարկե, այստեղ իհարկե պատգամնել պետք է լինի, պրակտիկ, այսինքն ամենօրյա օրինակ եմ ասում, ասենք ես մեկից նեղված եմ։ Վիճվել ենք, նեղված եմ, քրիստոնյայի մասն է խոսքը։ Կիրակի օրը գալիս ես եկեղեցի, այդ հենց այդ թեմայով պատգամ է։ Իհարկե դա ազդելու է քո վրա։ Դու որոշումներ ես ընդունելու։ Արդեն դա քո կյանքում փոփոխություն է բերելու։ Եթե դու իրոք տեղ ես տալի Աստծո խոսքին, քո համար դա կարևոր է։ Բայց եթե չէ, դա քո համար որևէ տեղ չի տանելու։ Ինչու Աստված հաճախ խոսում է, բայց մարդիկ չեն լսում։ Որովհետև իրանք զբաղված են ուրիշ բանով։ Իրանք սիրտը այդտեղ չի։ Սիրտը երբ որ ասում ենք, բազում անգամ եմ ես միշտ էդի կրկնում եմ, որ մարդիկ սիրտ որ ասում ենք, նկատի ունենք քո ներսում, երբ որ դու որոշումներ ես ընդունում։ Սիրտը նկատի չունենք ես ֆիզիկական բոմբա էլի։ Եթե մարդու ներսում մարդ ուրիշ բանով է զբաղված, ասենք մարդը զբաղված է, ասենք չգիտեմ, մի հատ լավ տուն առնի կամ մի հատ լավ ավտոմեքենա առնի, ու գալիս է այդտեղ խոսքը գնում է, չգիտեմ, սրբության մասին, զոհաբերության մասին։ Հա։ Չի համապատասխանում։ Ոնց որ թե հակառակ թեմա է, ասենց ասած։ Այդ մարդը ուզում է հավաքի գումար, այստեղ է կոչ արվում լավագույնը տուր Տիրոջը։ Հա։ Ինչ անի։ Մտածում ասում է արի սենց անեմ։ Էդի վարքյանները մարդը կարող է չգիտակցել, էդի ներսում վարքյաններում սրտում այդ հարցերը լուծվում է։ Չէ, իմ համար ավտո առնելը կարևոր է։ Դու սա լավ պատգամ անես, չէ՞ որ ես ասում եմ չէ Աստծուն։ Բայց այս պահին չէ։ Բայց միգուցե ինքը եթե մի հատ լավ զոհաբերեր, Աստված ուրիշ ճանապարհներ բացեր։ Ես չեմ ասում, եթե ավտոմեքենայի գումարեք, հավաքեք, եք արեք, բերեք բոլորը եկեղեցուն տվեք։ Իհարկե դրա մասին չի խոսքը։ Զուտ համատական օրինակ է ուղղակի, օրինակ է։ Ուզում ասեմ, եթե մարդը մի բանով է զբաղված, կոչ է գնում կամ պատգամ է գնում, ուրիշ հակառակ արդեն ընտրություն է մարդու կյանքում։ Լսի թե չլսի։ Մեր Տերն ասում է, լավ է լսող ականջ ունենաս։ Դա լավ է, որովհետև այդտեղից դու ավելի շատ բան կշահես, քան թե դու ուզում ես ունենաս։ Որովհետև հնազանդվելը, լսելը դա ավելի է լավ, քան ուրիշ բաները։ Որովհետև չհնազանդվելը 5% ասում է կախարդության պես բան է։ Այսինքն, երբ որ ես հնազանդվում եմ այդ պահին, ասում եմ այսօր, երբ որ Աստված խոսում է, մի խստապարանոց եղեք։ Որովհետև միշտ է մարդը տենց։ Մարդը ինչ որ հոգսերի, ինչ որ մտքերի մեջ է։ Բայց Աստծուն պետք է Աստծո խոսքին այդ տեղը տաս, այսինքն Աստծո խոսքը պետք է տեր լինի քո կյանքում ամեն անգամ։ Ուղղակի պահեր է լինում, դու ասում ես, դե ես որ լսեմ, շատ բանից կզրկվեմ, կկորցնեմ։ Բայց դա շահում ես դու, այլ ոչ թե կորցնում։ Կարելի է ասել, որ երբեմն Աստծո խոսալը մարդը չի լսում իր սխալ պատկերացումից, երբ որ սխալ է Աստծուն պատկերացնում կամ դա էլ նշանակություն ունի։ Կամ մտածում է պատգամախոսը այդ ձև ասում, որովհետև իրան այդ ձև օգուտ է, ինքը մտածում է ոչ թե իմ մասին, այլ չգիտեմ եկեղեցու մասին, բայց այդտեղ պատգամախոսը չի կարևոր։ Եթե դա ճշմարտություն է, ճշմարտությունն է ազատագրում մարդուն ու բերում ճիշտ տեղ։ Եթե մարդը չի
ընդունում չի, տեղ չի տալի ճշմարտ կամ ոչ ամբողջական տեղ է տալի ճշմարտության, ինքը կախվածությունների մեջ է լինելու ու տառապելու է։ Մենակ մի բան գնելով չի, մենակ մի ինչ-որ էտապ չի, դա հետո էլ ուրիշ բան է լինելու։ Այսօր, օրինակ, այսօր տուն գնելու վրա է, կամ չգիտեմ ուրիշ բան գնելու վրա է, բայց վաղը դա լինելու է ուրիշ բան։ Բայց սա որոշում է, մարդը ընդունում է որոշում, որ սրանից հետո ճշմարտությունը ես պետք է ընդունեմ։ Սա դիրքորոշում է։ Դա գործվելու է, միանշանակ գործվելու է։ Հետո X ժամանակ հետո, եթե համատում է, մեկը Աստված առատության Աստված է։ Աստված այն Աստված չի, որ մեզ ուզում է չքավոր սարքի, տնազուրկ սարքի, այտենց Աստված չի մեր Աստված։ Նա առատության Աստված է, նա լցելու է մեզ, բայց թե հոգևոր, թե ֆիզիկական, բայց սկիզբը ամենակարևորը առաջնահերթությունը իր խոսքն է։ Եթե դա լինի մարդու կյանքում, եթե չէ, իհարկե, ցավալի է։ Ինչու է կրոնական փորձառությունը երբեմն դառնում իրական խոչընդոտ լսելու համար։ Ավանդույթները, սովորույթները, որովհետև մենք այդ ձև ենք արել, մենք միշտ էլ այդ ձև անելու ենք։ Մեր պապերից ինչ ստացել ենք, մեր հայրերը ինչ մեզ ավանդել են, մենք այդ ձև էլ անելու ենք։ Թեպետ Աստված եթե ուրիշ բան է ուզում ասի, փակում այդի։ Ոչ, իհարկե ոչ։ Ուրեմն դա Աստծուց չի։ Օրինակ Աստված ինքը տեսիլքում Պետրոսին ասում է վերցրու կեր, չէ՞։ Ոսկը քավլիցի Եզուս կարամ տես մեր գործում։ Վայ։ Ասենք եթե ուրիշ մարդ ներկասես, երևի այդ մարդը Աստծուց չի կամ պատգամախոսը նենց չէ։ Ինձ ինքը Աստված է իր այդ խոսում։ Ու 3 անգամից նոր խելքի է գալի։ Այսի խնդրեմը։ Մարդը միշտ պետք է բաց լինի Աստծո առաջ։ Մեր դաստիարակությունը, մեր աշխարհայացքը, կուլտուրան, ավանդույթները, այո։ Այսինքն Աստված կարա ընդհանրապես ոչ համապատասխան մեր մտածելակերպին ու մեր պատկերացումներին խոսա։ Բայ։ Օրինակ, շատ օրինակներ կա։ Աբրահամին ասեց. թող քո բարեկամներին, քո հայրական տունը, հայրենիքը, ու դրա հետ կապված ամեն ինչ ու հելի։ Ուր հələ չեմ ասի։ Դու հելի, ես քեզ հետո կասեմ։ Կամ քո այն սիրած, որ սիրում ես տենց շատ, տես բարձր որ Աստված տվեց, զոհի, քո տղուն։ Սա ոչ ստանդարտ, ոչ մեր մտածելակերպին հակառակ մտքեր է։ Բայց եթե Աստված է ասում, ուրեմն Աստված երբեք վատ բան չի ասի։ Նա սիրող հայր է, նա միշտ լավն է մեր ուզում։ Դրա համար սա հնազանդություն, սա Աբրահամը ինչի դա կատարեց, որովհետև որոշում էր ընդունել։ Հենց չէր որ պահի տակ տենց ստացվեց, ոչ։ Այ երբ որ մարդը մտածում է հաջողվեց, չհաջողվեց, այս պահը լավ եղավ, այս պահը վատ եղավ, հələ շատ է քամուց, ալիքներից տատանվելու տես մարդը։ Բայց մարդը, որ արդեն ընդունել է որոշում, էլ արդեն ինքը իրան սահմանափակում է այդ որոշումով, որ այլևս Աստծո խոսքն է որոշում ես ինչ եմ անում, ոչ թե ես։ Ու լսելը հեշտանում է այդ մարդու կյանքում։ Արդեն լսելը շատ հեշտ է։ Որտեվ ցանկացած պատգամ, ցանկացած Աստծո խոսք այնքան հեշտ է, բայց լսողականջի համար է հեշտ։ Իսկ դժվար է ու բարդ է չլսողականջի համար։ Հիշեցի փարիսեցիներին ու սադուկեցիներին, Աստվածաշնչում նոր կտակարանում երբ խոսում են նրանց մասին, շատ հետաքրքիր է, որ մեկ-մեկ ես փորձում եմ ինձ դնեմ էլի այդ ժամանակի մեջ ու ինքս հասկանամ, ասենք ոնց է մտածում, իրանց համար աբսուրդ էր այն ամենը, ինչ որ Հիսուսը ասում էր։ Իրանց կրոնական համակարգի, իրանց հետևությունը, հա, իրանց ուսմունքները, բայց շատ քչերը, որ բացեցին իրանց ականջը, մի հատ լսենք։ Ստեղ մի պահ էլ կա, որ
Էդի աննկատ է լինում։ Շատ կարևոր բան է սա։ Մարդը չի ընդունում որոշում տենց անի, բայց ինքը տենց ապրում է, կարա տենց քրիստոնյան ապրի, չգիտակցի նույնիսկ որ տենց է։ Այսինքն մարդը կարա սենց մտածի, անգիտակից ձևով եմ ասում։ Եթե ես չեմ հասկանում, եթե իմ լոգիկայից դուրս է, կասկածելի բան է։ Ինքը կարա ավտոմատ է ձև ապրի։ Չէ, ես չեմ կարծում որ սա Աստծուց է։ Այս չի Աստծուց է, որտեղ ես հասկացա ինչ էր ասում։ Օրինակ, աշակերտներն էլ շատ բան չհասկացան։ Հիսուս ասեց, ուզում եք դուք էլ գնացեք։ Բայց աշակերտները ինչ ասեցին, այդ քիչ քանակը 12, ասին ուր է թանկ։ Հա, ճիշտ է, չենք հասկանում դու ինչ ես ասում։ Բայց կյանքի խոսքերը դու ունես, մենք այդանք էլ ալտերնատիվ չկա, այլ ուր այդանք ուր։ Այսինքն նույնիսկ չհասկանալով հնազանդվեցին իրանք Աստծո խոսքին։ Վստահեցին, ասին, այս պահին ամբողջությամբ ես չեմ հասկանում այդ ինչա։ Բայց որ Աստված ասում է, ուրեմն ճիշտ է։ Նույնը Աբրահամի օրինակը։ Անես չէ որ ինքը գիտեր Քանանի երկիրը որն է, ինչա, այդ ինչա։ Շատ բաներ ինքը էլ տեղյակ չէր։ Բայց Աստծուն հնազանդվեց, գրված է որ գնաց այնտեղ, որ էլ չգիտեր ուր այդում։ Էսի շատ կարևոր պահ է։ Այսինքն ամեն ինչ չի որ ես պետք է լոգիկայով իմ հասկացու, այսինքն եթե այդ ձև ես ապրեմ, նշանակում է առաջնահերթությունը ոչ թե Աստծո խոսքն է, այլ իմ հասկացողությունն, իմ լոգիկան առաջնահերթ։ Բայց պետք է դա էլ ենթարկվի Աստծո խոսքին։ Ես միգուցե չեմ հասկանում, բայց մյուս կողմից էլ ո՞նց կարամ ես հասկանամ ամբողջը։ Աստծուն։ Ո՞նց կարամ ես հասկանամ։ Ուրեմն այդ Աստված ճիշտ Աստված չի, եթե իրան ուզում եմ հասկանամ։ Չի կարա լինի այդպես։ Կարա մարդը սխալ լսի Աստծուն։ Այսինքն հասկանա այն, ինչ որ Աստված չի ասել։ Բա իհարկե կարա։ Այն ինչ որ ես բազմիցս եմ ասում, այն ինչ որ կապված է մարդուց, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։ Բա իհարկե կարա սխալ լսի։ Մարդիկ Աստվածաշնչից այնց հետևություններ են անում։ Բայց իրոք եթե Աստվածաշնչում գրած է։ Այո։ Բայց դա այն չէր որ Աստված ուզում էր որ մենք անենք։ Երևակայ ասենք այս պահին այս թեմայի շուրջ որ շատ կարևոր է վստահությունը առ Աստված, առ Աստծո խոսք եւ առ նրա ծառայողներին ապրես, իհարկե։ Եթե մարդը չվստահի, չլսի առաջնորդներին, դա պրոբլեմ է։ Առաջնորդին լսել նկատի չունենք, որ ամեն քայլը պետք է առաջնորդը իր կյանքում ասի։ Ոչ իհարկե, ամեն ինչ չափ ունի։ Բայց չի օրինակ այսօր մարդիկ ասում են, հա, իմ հովիվն է կամ իմ քարոզողն է կամ падգամախոսն է խոսում մեր եկեղեցում։ Օնլայնում լիքն է տենց падգամախոսներ։ Իրանց էլ կլսեմ։ Ստեղ պրոբլեմ կա։ Հա։ Որովհետև քո եկեղեցում ռեալ բաներ կա որ ուրիշ երկրում, ուրիշ եկեղեցում դա ակտուալ չի կամ դա ուրիշ ձև անցալվում, մեր եկեղեցում ուրիշ ձև անցալվում, հետո ամեն ընտանիք իր ձևով է դաստիարակում։ Շատ հասցեր կարգել է այս կերակրողին այս եկեղեցու։ Իհարկե։ Այդ պահին Աստված այդ падգամն է տալիս, այլ ոչ թե ուրիշ падգամ։ Կարող է Աստված խոսել մարդու հետ լռության միջոցով։ Իհարկե կարող է։ Աստված բազմաթիվ ձևերով է խոսում, բազմաթիվ, չեն կարող ասենք մի ձևով է խոսում։ Աստված կարող է լռության մեջ խոսել, Աստված կարող է հաղորդման մեջ խոսել, Աստված կարող է падգամի մեջ խոսել, Աստված կարող է բնության միջոցով խոսել, Աստված կարող է աղմուկի միջով խոսել, Աստված կարող է դու հաղորդում ես նայում ոչ քրիստոնեական։ Ֆիլմ ես դիտում, դրա մեջ խոսա, խանութում կարա խոսա, ավտոմեքենայի մեջ, ամեն տեղ, ամեն ձև Աստված կարա խոսա։ Իսկ մի հատ ճշտում, բայց ամեն ձայն, ամեն խոսակցություն չի Աստծուց։ մի բան ճշտեմ, կարա Աստված բան հասկացնելու համար ուղղակի չխոսա։ Իհարկե, իհարկե։ Մարդ ինքը դա իհարկե հոգևոր հասունության հետ կապված բան է, բայց մարդը ինքը հասկանում է, երբ Աստված խոսած, երբ չխոսած։ Ու ինքը հասկանում է, որ եթե Աստված լռում է, դե ուրեմն պետք է համբերեմ։
Ասենք այսօր ես այդ ինչ որ բան եմ ուզում։ Օրինակ ասեմ։ Հիվանդ մարդ կա, մտերի, մոտիկ, ընտանիքի անդամ, Աստված ոչ անի։ Ուզում եմ որ առողջանա, հենց այսօր, հենց այս պահին եմ ուզում առողջանա։ Չի առողջանում։ Աղոթում ենք, բայց շարունակաբար պետք է աղոթենք, պետք է մեր հույսը դնենք Աստծո վրա, Հույսով սпасելով, հա։ պետք է համբերենք, ուրիշ ինչ պետք է անենք։ Իսկ այ ինչպես մարդը կարա աստվածային լռությունը, Աստծո չխոսալը տարբերի հոգևոր դատարկությունից։ Այ ոնց մարդը կարա տարբերի։ Հոգևոր դատարկությունը, նայած ինչ նկատի ունենք հոգևոր դատարկություն ասելով։ Ամեն դեպքում եթե մարդը Սուրբ Հոգու հետ գործում է կամ Աստծո հետ է, իրոք Աստծո հետ է, process է գնում։ Չի կարա լինի դատարկ։ Կարա զգացողությունը, տենց զգացողություն տա մարդուն, որ ինքը բայց այդ process-ի մեջ կարա ինքը լինի։ Այդ պտուղ տալու վերջը աճի դրա մեջ լինի, բայց ինքը զգա, որ ինքը որևէ բան չարեց։ Բայց լռությունն էլ է կարևոր, որ մարդը Աստծուն էլ լսի։ Լռությունը կարա լինի երկրպագության մեջ, լռությունը կարա լինի աղոթքի մեջ, կարա տունը լինի, մտորման մեջ, երբ որ մարդը մտածում է, մտորում է Աստծո խոսքի շուրջ, կամ պատգամի շուրջ, կամ իր անելիքի շուրջ, Աստծո հետ, ասենց Աստծո ներկայության մեջ մտորում է, դե լռության մեջ նկատի ունեմ։ Այսինքն դրանք մի քիչ միգուցե կարող է կապել ունենան, բայց դրանք ոնց որ առանձին բաներ են։ Հոգևոր դատարկությունը, երբ որ ես ոնց եմ հասկանում հոգևոր դատարկություն, երբ որ մարդը ոչ ծառայություն ունի, ոչ անելիք ունի, ոչ պարտականություն ունի, դատարկ վիճակ է։ Ու ասում եմ Աստծուն ձայնը չեմ լսում։ Աստված ինչ ասի Աստված։ Ասենք ինչի մասին խոսա Աստված։ Ու չել ուզում ենթարկվի ապաշխարի։ Իմիջիայլոց այդ չուզելու մասին։ Եթե մարդը ասում է ես սենց եմ, սա իմ բնավորությունն է, այսինքն չի ուզում մարդը փոխվի, կարա Աստծո ձայնը լսի։ Միգուցե կարա լսի, բայց այդ լսելը կլինի զուտ լսել, ուղղակի ինքը կհասկանա Աստված ինչ ասեց։ Բայց դրանից հետո իմ հաջորդ հարցը, ով Արտուր, ինչպես տարբերել Սուրբ Հոգու հանդիմանությունը մարդու ներքին խղճմտանքի զգացողությունից։ Խղճմտանք ես նկատի ունեմ ոչ հիմնված Աստվածաշնչյան խոսքի վրա, քանզի Սուրբ Հոգին օգտագործում է խիղճը ըստ Աստծո խոսքի մարդուն հանդիմանելու կամ առաջնորդելու համար, բայց խղճմտանքի նկատի ունեմ մարդու աշխարհայացքի վրա հիմնված նրա դաստիարակության, նրա կյանքի փորձի եւ այլն, այս ամենի վրա հիմնված խղճմտանք ունենում մարդը։ Այ ինչպես մարդը տարբերակի այդ երկու ձայները, այսպես ասած, իր ու Սուրբ Հոգու իր ներսում։ մեղքի հետ կապված։ Մեղքի ինչ որ արարքի հետ կապված ինչ որ գալիս ենք մեղքին։ Հա։ Տեսեք, մի անգամ էլ նշեմ, որ բազմիցս ենք ասում դրա մասին, որ մեղքը դա ճիշտ ճանապարհից շեղվելն է։ Եթե ճշմարիտ Աստծո ճանապարհից մարդը շեղվել է, սա ուրիշ բան է։ Բայց եթե այն ինչ որ ինքը խղճմտանք է ապրում, դա ճշմարիտ ճանապարհից շեղվել չի, դա կապ չունի։ Այստեղ հա, կարա խնդրեմ լինի, որովհետև ինքը մտածում է թե մեղք է գործել, բայց իրականում դա մեղք չի, եթե տես կարելի է նայել։ Դա միգուցե որևէ կապ չունի ընդհանրապես Աստծո խոսքի հետ։ Այո։ Օրինակներ կարանք ասենք, չէ՞։ Ասենք ինչ ասեմ։ Օրինակ թաղումից կարելի է օրինակներ ասել, հարսանիքից կարելի է օրինակներ ասել, կուլտուրայի մեջ շատ բաներ կա, որ դա այդ ձև պետք է արվի, բայց մարդը այդ ձև չի անում, խղճմտանք է ապրում, բայց դա որևէ կապ չունի Աստվածաշնչի խոսքի հետ, որևէ կապ չունի։ Էլ չեմ ասում սնահավատության հետ կապված բաները։ Հա։ Եթե այդտեղ ենք եթում, այսինքն ոչ թե նվիրված քրիստոնեայի կյանքի մասն է խոսքը, այլ
Ընդհանուր մարդու, ընդհանրապես մարդու մասին, հաստատ կարող են լինեն այդպես բաներ, որ մարդը խշմտանք ապրում, բայց դա Սուրբ Հոգուց չի ընդհանրապես, Աստծուց չի ընդհանրապես։ Դա սնահավատության հետ կապված բաներ է։ Բայց եթե մարդը ճանապարհից շեղվել է, Աստծու ճանապարհից շեղվել է ու հասկանում է, համի ինչ ձև է հասկանում, Սուրբ Հոգին հանդիմանեց, խոսքը լսեց, կարդաց, մտորեց, հասկացավ, էլ այտենց էական չի, ինչը ազդեց իր վրա։ Եթե իրոք մարդը ճիշտ ձևով հասկանում է, որ շեղվել է ու հետա գալի ապաշխարում է, դա Աստծուց է։ Դա Աստծուց է միանշան։ Իսկ հնարավոր է օրինակ, որ քրիստոնյայի կյանքում լինեն կուլտուրայի հետ կամ մշակույթի հետ կապված, իր դաստիարակության հետ կապված էլեմենտներ, որոնք միախառնված են քրիստոնյա կյանքի հետ։ Իհարկե, այդ հասարակությունից ենք մենք, այդ ազգն ենք մենք, ասենք հայ ենք։ Ազգային բաներ կա, միաձուլված, միախառնված են, արդեն քրիստոնյայի գործն է, մի հատ հասկանա որն է։ Անջատի իրարից։ Իհարկե։ Այտենց օրեր է լինում մեր զուտ կենցաղային օրեր է լինում կենցաղում, որ մենք մեր նկուղը կամ մեր չգիտեմ, այն տեղը, որտեղ ինչ-որ բաներ ենք դնում, մի հատ օր է լինում, շաբաթօրյակ ենք անում, ասես լրիվ հանում ենք, դրանք ինչն է պետք, ինչը պետք չի, ինչն ենք օգտագործում, որ մի մոտիկ դնենք, ինչը ուշ ենք օգտագործում, վերևները դնենք։ Այդ շաբաթօրյակը պետք է մարդը իր կյանքում անի։ Որն է պետքական բան, որն է ծնողներից եկած բան, իր մեջ կա էդի, բայց էդի որևէ կապ չունի Աստվածաշնչի հետ։ Որն է որ պետք է, որը պետք չի, ինչի համար պետք է խշմտանք ունենա, ինչի համար պետք չի խշմտանք ունենա, եւ այլն եւ այլն։ Այո։ Որն է տարբերությունը դատապարտման եւ առաջնորդման միջև։ Դատապարտում բառը հենց ինքը իրավաբանական բառ է, հենց նշանակում է արդեն դատապարտված է, որը արդեն որոշումը կա, դատի որոշումը կա արդեն, վերջ։ Դատը կայացել է։ Վերջ։ Իրան տվել են այսքան, ինքը մեղավոր է այստեղ։ Իսկ ինչի հետ համեմատած առաջնորդության, կամ առաջնորդի, Իսկ առաջնորդությունը, եթե նույնիսկ սխալներ կա ու սխալները հնարավոր չի որ չլինի, առաջնորդը հենց առաջնորդում է կամ Աստված առաջնորդում է, ոնց դու զգաս, ոնց գնաս, ինչ անես, ոնց այդ սխալը էլ չկրկնվի, առաջնորդողը արդեն դե իհարկե հիմնական մեր առաջնորդողը Աստված է, այդ դրանով ենք մենք տարանջատում սատանայի ու Աստծո խոսույթը, մեղադրական, օրինակ սատանան դատապարտողը, մեղադրողը սատանան է, բայց Աստված ինքը չի մեղադրում, ինքը նույնիսկ թույլ է տալի մենք փորձության մեջ ենք ընկնում, բայց Աստված առաջնորդում է, որ ամեն ինչով է, ասում է ջրի մեջ լինես, ես քո հետ եմ, կրակի մեջ լինես, ես քո հետ եմ, ինչ փորձություններով էլ անցնես, Աստված մեր հետ է, որ մեզ առաջնորդի, որ մենք հոգևոր աճ գրանցենք։ Այո։ Բայց դատապարտությունը դա արդեն վերջն է, վերջ։ Եվ ելք չի տալիս։ Ոչ մի ելք։ Արդեն որոշումը կա, դու վատն ես, դու պարտված ես, դու չկաս, դու չես կարա։ Այս խոսույթները, այս մտքերը սատանայից են։ Միանշանակ։ Որտեղ ամենաթույլ, ամենաանտաղանդ, չկրթված, հենց տես մարդկանց Աստված բարձրացնում դարձնում ես ինչ։ Ու ոչ միայն տես մարդկանց, նաև կրթված մարդկանց։ Բայց Աստծո համար էդի չի կարևոր, մարդը կրթված է թե չէ, տաղանդավոր է թե չէ, որովհետև տաղանդն էլ է ինքը տալիս։ Այսինքն Աստված հարստացնողը, լցողը մեր կյանքում ինքն է, իրան պետք է հնազանդ մարդ։ Բայց դատապարտությունը արդեն որոշում է ասում, որ դու չես կարա։ Այդ դու չես կարա դառնաս այս ծառայողը, դու չես կարա։ Աստված այդ չի առաջնորդում։ Սա այն պայմանն է, որով մարդը կարա հասկանա, այն իր գլխում
եկող են մտքերը, այն ինչ որ ինքը լսում է կարող է տարանջատի իրարից։ Այո։ Ումից է սա, որտեղ մարդը ասում է ես չեմ հասկանում, բանը, ասենք, միտք է եկել, ես չեմ իմանում, սա Աստծո թե չէ։ Սա պայմաններից մեկն է, որ կարող է մարդը տարանջատի։ Նաև ստե կարելի պետք է ասվել հանուն արդարության ու համել, որ հավասարակշռված է լինի մեր խոսույթը, որ օրինակ բաներ կա, ես դժվար թե կարողանամ անել, ոչ թե սա դատապարտություն է։ Օրինակ ես դժվար թե լավ երգիչ դառնամ, երգող դառնամ։ Չկա դա մոտ միգուցե որ շատ sense ուշք ու միտքս դա դարձնեմ, բայց ինչի համար, եթե կա ուրիշ բանի մեջ եմ ես կանչված։ Սա էլ պետք է ասենք, որ տնես չի, որ ամեն ինչ բոլորին հնարավոր է, որովհետև Սուրբ Հոգին ամեն մեկին որոշում է ինքը ինչ ծառայության, ինչ կանչի մեջ պետք է լինի։ Ասենք շնորհի նվերների մասին եմ ասում։ Դրա համար ամեն մեկը պետք է իր տեղը գտնի։ Բայց որպես մարդ դատապարտությունը դա սատանայի, որովհետև ինքն է միշտ մեզ փորձում համոզել, խաբել, որ մենք չենք կայանա, մենք սա կարող է, բայց դու չէ։ Սա Աստուծո չի։ Ով Արտուրին վերջի հարցն է, ինչպես է իշխանության դիրքը, այսինքն առաջնորդող ծառայող ազդում լսելու վրա։ Ընդհանրապես մի քանի բաներ կա, ասենք դրանցից են իշխանությունը, փողը, սրանք կարան խանգարեն։ Երբ որ մարդը ինչ-որ մի բանի հասնում է, Աստծո օգնությամբ իհարկե, խոսքը գնում է հավատացել մարդ։ Մարդը մի պա կարա իրականությունից դուրս գա։ Իրան թվա, որովհետև իհարկե Աստված արեց, բայց ես ճիշտ ընտրություն արեցի, ես ճիշտ պահին կանգնեցի, ես ճիշտ պահին որոշեցի, ես ճիշտ պահին իմ գումարը սենց արեցի, ես դե գոնե հնազանդվեցի, դե ես, այդի կարա սխալ տեղ տանի ու խանգարի, որ Աստծուն լսի։ Դրա համար մարդը միշտ պետք է հիշի, որ ինքը աշակերտ է Հիսուս Քրիստոսի, միշտ պետք է հիշի, որ ինքը առանց Քրիստոսի որևէ բան չի կարող անի, միշտ պետք է ինքը հասկանա ինքը ով է։ Եթե մի վարքյան Աստված դուրս եկավ, ուղղակի կոպիտ փալաս, ուղղակի որևէ բան մենք մեզանից չենք ներկայացնում, ընդհակառակը հին են բոլոր բաները կենթանանալու են, ու էլի մենք եթանք են նույն ցեխի ու ճահիճի մեջ, ինչից Աստված մեզ անել է։ Մենք երբեք պետք է չմոռանանք ով ենք մենք եւ ինչ տեղ ունի Աստված մեր կյանքում։ Ծառայությունը կարա փոխարինի հնազանդությանը։ Դե ոչ, իհարկե ոչ։ Կարևոր չի մարդը ինչ է անում, միշտ պետք է հնազանդ լինի, միշտ։ Կարելի է ասել սենց, որ հնազանդությունն է կարևոր այդ շարժիչը ծառայության։ Որովհետև մեկը մեկով փոխարինես, մանավանդ հնազանդության նման բառին կամ այդ հասկացողությանը տեղին չի ընդհանրապես։ Մարդը պետք է ծառայությունով չփակի, ես չհնազանդվեցի, որովհետև ինչ ուզում ալնի։ Օրինակ Ավետարանում մենք կարդում ենք, որ փարիսեցիները եկել էին նրան, որ հորն ու մորը կարամ չլսեմ, եթե ես նվիրվում եմ Աստծուն ծառայելու։ Աստված Հիսուսն ասաց. «Ինչ մարդ կո Աստծո պատվիրանն է, դու ո՞նց կարաս դες բան անես»։ Այսինքն մենք որևէ ձև պետք է մեզ արդարացնենք, որովհետև ես սեմ, որովհետև ես նայեմ, ես կարամ նույնիսկ համենայն դեպս լսելը կենտրոնական տեղ է քրիստոնեության, քրիստոնեական կյանքում, ոնցի մեզ հայտնի տեղը ասում է հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Այսինքն եթե մենք վերցնենք լսելու ունակությունը, լսելու երևույթը մեջտեղից, հավատքը չի հասցնի կապի ոչ մի ձևով Աստծո խոսքի հետ։ Սիրելի բարեկամներ, շնորհակալ ենք, որ մեզ դիտեցիք։ Մենք այսօր փորձեցինք բացել, խոսել այս թեմայի շուրջ, լսելը շատ կարևոր դեր ունի մեր կյանքում։ Հույսով եմ, որ մենք կարողացանք ձեզ փոխանցել ինչ-ինչ մտքեր, եւ ես հույսով եմ, որ դուք վերցրեցիք ինչ-ինչ մտքեր ձեր կյանքի համար, որպեսզի դա դարձնեք ձեր
գործնական կյանքում ապրող երևույթ։ Սրանով վերջացնենք մեր հաղորդումը, եղեք օրհնված, կհանդիպենք հաջորդ անգամ։